Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մանոթ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինա-Ռուսաստանի լայնածավալ ներխուժման 1221-րդ օրն է։ Մեր կարճ եթերում նորից բացի ռազմաճակատի գծից ստացված տեղեկություններից ցանկանում եմ ներկայացնել մի շարք կարևոր նորություններ եւ որոշեցի ձեզ ներկայացնել նաեւ մի հատված Արմեն Չիբուխչյանի եւ Էդվարդ Անտինյանի հետ հարցազրույցից Ուկրաինա-հայկական հարաբերությունների վերաբերյալ։ Ես կամաց-կամաց փորձում եմ վերադառնալ հարցազրույցների ֆորմատին նույնպես, որքանով առողջությունս թույլ կտա։ Այսօր այս ալիքով լրատվական բլոկից հետո ձեզ կներկայացնեմ Կիևի եւ Երևանի հարաբերությունների մասին մի հատված, որտեղ իրենց կարծիքներն են ասել իմ կողմից շատ հարգված քաղաքական մեկնաբաններ, ովքեր ոչ թե միայն մեկնաբանում են, այլ նաեւ օգնում են ամրացնել Հայաստանի եւ Ուկրաինայի կապերը։ Վստահ եմ ձեզ դուր կգա այս հատվածը, իսկ ամբողջական հարցազրույցը մոտ օրերս կհրապարակեմ Անալիտիկա ալիքում։ Մենք ապրում ենք շատ դժվար ժամանակներում, երեք ես ինձ բռնեցի այն մտքով, որ ամառվա առաջին ամիսը գրեթե անցել է եւ մենք հոգսերի Երուսաղեմի մեջ չենք նկատում բարձ մարդկային բաներ։ Լավ է, որ կան հարազատներ, երեխաներ եւ թոռներ, ովքեր չեն թողնում մոռանալ կյանքի գլխավորը։ Ահա ինչու ես փորձում եմ իմ եթերները հնարավորինս կարճ անել, բայց բովանդակալից, որպեսզի մեր լսարանը կարճ ժամանակում տեղեկանա գրեթե այն ամենը, ինչ անհրաժեշտ է, հատկապես ուկրաինական թեմայով։ 21-րդ դարը տեղեկատվական դար է, բայց մենք բոլորս դեռ պետք է կարողանանք ժամանակ գտնել ապրելու համար։ Դե ինչ, անցնենք լուրերին։ Ուկրաինան հունիսի 28-ին նշում է սահմանադրության օրը։ Ուկրաինացի զինվորականները գերի են վերցրել եւս մեկ չինացու, որը կռվում էր ռուսական բանակում։ Ուկրաինայի զինված ուժերի հատուկ գործողությունների ուժերը եւ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը համատեղ գործողություն են իրականացրել, որի արդյունքում Ռուսաստանի Վոլգոգրադի մարզի Մարինովկա օդանավակայանում ոչնչացվել են 2 Սու-34 կործանիչ եւ վնասվել եւս 2-ը։ Այսինքն մեկ գործողություն եւ -4 Սու-34, որը ռուսական տակտիկական ավիացիայի հենասյունն է, եթե կարելի է այդպես ասել։ Անցած գիշեր Ղրիմում հարվածներ են հասցվել օկուպանտների օդանավակայաններին եւ սարքավորումներին, ինչպես նաեւ Բելգրադում եւ Բրյանսկում գտնվող այլ ռազմական օբյեկտներին եւ զինպահեստներին։ Կադրերը, ինչպես միշտ մեր Telegram-ում են, վայելեք, շատ լավ կադրեր ունենք։ Ուկրաինայի հետախուզության գլխավոր վարչությունը բացահայտել է դրոնների մոդելները, որոնք ոչնչացրել են օրերս Բրյանսկում հրթիռային վառելիքի պահեստներ, ինչի մասին մենք արդեն մեր եթերում ձեզ տեղեկացրել ենք։ Մենք կկարդանք կանոնները, որպեսզի մեզ լսող ռուսները վախենան, հարձակման համար օգտագործվել են Բակլան, Բաբյոր, Օբրի դրոնները։ Ասեք, որ կցանկանայիք ամբողջ օրը նման լուրեր լսել։ Եվրամիությունը առաջիկա օրերին կհաստատի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթը, այն կլինի ամենաամբիցիոզը Ուկրաինա-Ռուսաստանի լայնածավալ ներխուժման սկզբից ի վեր։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Նա նշել է, որ փաթեթը համաձայնեցվել է Մեծ Բրիտանիայի, Ամերիկայի, Կանադայի եւ Ճապոնիայի գործընկերների հետ եւ համապատասխանում է այն նախաձեռնություններին, որոնք ներկայումս առաջ են մղվում ամերիկյան սենատում։ Այսինքն Եվրոպան անցնում է Ամերիկայից առաջ նաեւ սանկցիաների հարցում։ Սանկցիաների նպատակն է այնպիսի հարված հասցնել Ռուսաստանի տնտեսությանը, որը կստիպի Կրեմլին վերադառնալ բանակցությունների։ Գերմանիայի կառավարության ղեկավար Ֆրիդրիխ Մերցը իր հերթին շարունակում է վճռական վերաբերմունք դրսևորել իր երկիրը եւ Եվրամիությունը Ռուսաստանի Դաշնությունից գազային կախվածությունից վերջնականապես ազատելու հարցում։ Կրեմլը վաղուց է Եվրոպա կապույտ վառելիքի մատակարարումները որպես աշխարհաքաղաքական գործիք օգտագործում, սակայն Ուկրաինա լիակատար ներխուժման որոշումը էապես փոխել է եվրոպացիների մոտեցումը ռուսական էներգետիկ ռեսուրսների նկատմամբ։ Financial Times-ի տվյալներով Գերմանիայի կանցլերը պատրաստում է վերջնական հարված հասցնել հյուսիսային հոսք գազատարներին, դրանց գործարկման հնարավորությունը վերջնականապես բացառելու համար։ Լուծումը օրենսդրական մակարդակով է նախատեսվում։ Լրագրողների խոսքով Գերմանիայի իշխանությունները քննարկում են արտասահմանյան ներդրումների ստուգման կանոններում փոփոխություններ կատարելու հարցը։ Նպատակն է կանխել գազատարի սեփականատիրոջ փոփոխությունը, որը կարող է հանգեցնել դրա վերագործարկմանը։ Նախաձեռնության պատճառը Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների հետ կապված գործարարների կողմից գազատարի աշխատանքը վերսկսելու փորձերի մասին հաղորդագրություններն են։ Այդ շուստրիները, եթե կարելի է այդպես ասել, նույնիսկ հասցրել էին Թրամփին շահագրգռել, որպեսզի ներգրավեն եւ քաշ տան իրենց գաղափարներին։ Մերցը մտադիր է փակել մանիպուլյացիաների հնարավորությունը։
Մինչ Թրամփը իր PR-ի համար նոր թեմա է գտել, դա Իրանն է, եկեք չխանգարենք նրան, կան ավելի լուրջ նորություններ, Լատվիան, Լիտվան եւ Էստոնիան համատեղ տեղեկացրել են ՄԱԿ-ի անդամ պետություններին հակահետևակային ականների արգելման կոնվենցիայից Օտտավայի կոնվենցիա կոչեցյալից դուրս գալու մասին։ Համապատասխան հայտարարությունները տարածվել են այս երկրների արտաքին գործերի նախարարությունների կողմից, իրավիճակը փոխվել է եւ շատ եվրոպական երկրներ այժմ պատրաստվում են պատերազմի Ռուսաստանի հետ, ուստի մենք ավելի հաճախ կլսենք նման հաղորդագրություններ։ Կովկասը սկսել է հեռանալ Ռուսաստանից, ավելի ճիշտ ճաքերը սկսում են ավելի շատ երևալ։ Ռուսաստանում Կրեմլի համար տխաչ միջադեպերը գնալով ավելի են տեղի ունենում ֆեդերացիայի ազգային սուբյեկտներում, Դաղստանում եւ Ինգուշեթիայում տեղի ունեցած միջադեպերը վատազանշան են Պուտինի ռեժիմի համար, ել չասեմ Չեչնիայում տեղի ունեցողը։ Երկար տարիներ Մոսկվային հաջողվել է Կովկասը վերահսկողության տակ պահել ֆինանսների շնորհիվ եւ տեղի այդ իշխանիկների շնորհիվ, բայց Պուտինը ավելի ու ավելի քիչ գումար ունի, ինչը նշանակում է, որ Դաշնության կովկասյան սուբյեկտները կսկսեն նոր կյանքի ուղիներ փնտրել։ Միջելից խոսքը ոչ միայն Կովկասի մասին կարող է լինել, ինձ թվում է հարուստ ռեգիոնները Թաթարստանը, օրինակ, կամ Բաշկորտոստանը երևի թե չուզենան ապրել խորտակվող պետությունում։ Թե որքան արագ դա տեղի կունենա, հավանաբար ոչ ոք չի կարող ասել, հատկապես Կովկասի մասին, հա, ինչպես գիտենք, այսօր կարող է ամեն ինչ խաղաղ լինել, իսկ վաղը այնպիսի կրակ լինել, որ ոչ ոք չէր կարող պատկերացնել։ Այնպես որ հետևենք իրադարձություններին, կարևոր է, որ պրոցեսները սկսվել են եւ այն ճարիքը, որը կոչվում է Ռուսաստան, պետք է իր այսօրվա կերպարից զրկվի։ Անցնենք ռազմաճակատի լուրերին, վերջին 24 ժամվա ընթացքում ռազմաճակատում գրանցվել է 153 մարտական բախում, 11 ուղղություններով, Ուկրաինայի պաշտպանության ուժերի ավիացիան հրթիռային զորքերը Եֆրետանին հարվածել են թշնամու անձնակազմի զենքի եւ ռազմական տեխնիկայի կենտրոնացման 27 կետերի, ուկրաինական զորքերը անցած 24 ժամվա ընթացքում ոչնչացրել են 1000 օկուպանտի եւ նրանց 427 միավոր տեխնիկա։ Մարգինալացված ռուսական բանակը շարունակում է հուսահատորեն հարվածել քաղաքացիական օբյեկտներին եւ սովորական ուկրաինացիների տներին, երեք նույնպես խոցվել էր սովորական բնակելի շենք, Օդեսայում ռուսական դրոնի հարձակման հետևանքով զոհվել է 2 մարդ, եւս 17-ը վիրավորվել։ Այսքանն էր այսօրվա եթերի համար նախատեսվածը, շաբաթը, ինչպես ասացի, չեմ ուզում շատ ձեզ գործերից կտրել։ Շնորհակալ եմ, որ մեզ հետ եք, ձեր մեկնաբանությունները մեզ շատ են ոգևորում։ Խնդրում եմ մի մոռացեք լայքել տեսանյութը, տարածել եւ ամենակարևորը ստուգել արդյոք բաժանորդագրված եք մեր նոր ալիքին թե ոչ, եթե ոչ անպայման բաժանորդագրվեք, խնդրում եմ։ Եվ ինչպես ասացի եթերի սկզբում, ձեր ուշադրությանը ներկայացնեմ հատված Արմեն Չիբողջյանի եւ Էդվարդ Անտինյանի հետ հարցազրույցից, որը վերաբերում է հայ-ուկրաինական հարաբերություններին։ Ձեզ բարի դիտում, կհանդիպենք։ Ես ողջունում եմ մեր լսարանին, այսօր երկար ընդմիջումից հետո նորից կարողացանք հարցազրույցներ սկսել անել, այս հանդիպել ենք մեր լավ բարեկամներ Էդվարդ Անտինյանի հետ եւ Արմեն Չիբողջյանի հետ։ Բարև ձեզ, ինչպե՞ս եք։ Ողջույն Մարատ ջան, լավ, շնորհակալություն։ Բարև ձեզ, շնորհակալություն, դուք լավ ելնեք։ Գիտեմ, որ բոլորդ դիտել եք ուկրաինացի պատգամավորի հետ հարցազրույցը։ Ըստ ձեզ, ձեր մեկնաբանությամբ, ինչ մեսիջներ էր ուղարկվում Հայաստանի իշխանություններին եւ ամենագլխավորը Հայաստանի ժողովրդին։ Պարոն Անտինյան, սկսենք ձեզանից։ Նախ ի սկզբանե մենք ֆիքսենք մի բան, որ Ուկրաինայից նման մեսիջները, որ ուղարկվում են, դա մտահոգ մարդկանց խոսք է, որոնք որ շատ հարգանքով են վերաբերվում թե Հայաստանին, թե հայ ժողովրդին, առավել եւս այն Ուկրաինայում հայկական համայնքին, որը բավական կազմակերպված է, ինչպես ես եմ սովոր օգտագործել, մարտունակ համայնք է, եւ ցանկությունը որն է, որ շատ բաներ տեսնելով այդտեղից ավելի առարկայական նայում են, իսկ որտեղ ենք մենք սխալվում։ Նաև բախտորոշ պահ էր տեղի էր ունենում Իսրայել-Իրան հակամարտությունը, որի պարագայում Հայաստանի հետ կապված նաև դիրքորոշման խնդիր կար, թե Հայաստանը իրան ոնց պահի, որ ճիշտ հասկացվի, արևմուտքում ոնց գնահատեն Հայաստանի վարքագիծը, իսկ Ուկրաինայի հետ ամենօրյա ռեժիմով աշխատում են արևմտյան կառույցները, իրանք շատ լավ ինֆորմացված են, ովքեր են բարեկամներ, ովքեր են հակառակորդներ, եւ այս պարագայում շատ օգտակար է նաև տեսնել, թե ինչպես է դա դիտարկվում։
Հայաստանը, որ ասենք կարող է դատապարտի մի կողմին հաշվի չառնելով, թե նրա թիկունքին ով է կանգնած, եւ սատարի Իրանին, շատերը մտածում են, ասում են, դե գիտեք, դե Իրանը մեր հարևանն է, բա ինչ աներ։ Կարող էր մտահոգություն հայտնել եւ չխոսեր սատարելու մասին, այլ ուղղակի ներկայացնել վերաբերմունքը այդպեսին, որովհետեւ եթե սատարում ես եւ այդ պարագայում մարդիկ տեղյակ են, որ իրանական դրոններն ու բալեստիկ հրթիռները Ռուսաստանը օգտագործում է, եթե ժամանակին թաքցնում էին, ասում էին մենք չենք տալիս, հետո արդեն սկսեցին անթակույտ ցույց տալ, որ իրանք լավ էլ մատակարարում են, եւ դրանով նրանք Ուկրաինայում մարդիկ են սպանում, ավիրում, իսկ արևմուտքը կանգնելով Ուկրաինայի թիկունքին, նաեւ իրենց երկրների աջակցությամբ, իրենց հարկատուների հաշվին կարողանում են խնդիրը բացատրել իրենց քաղաքացիներին, որ անհրաժեշտություն է, դա եվրոպական անվտանգության համար անհրաժեշտություն, նոր աշխարհակարգի համար է անհրաժեշտություն աջակցել Ուկրաինային, եւ այնտեղ իրանական դրոններով հարվածում են, արևմուտքը կարող է մեզ ճիշտ չհասկանա։ Ու եթե շատ դեպքերում մարդիկ այստեղ չկողմնորոշվեն, հենց Ուկրաինայից հնչող կարծիքը շատ կարևոր է, կոմպետենտ մարդու կարծիքը շատ օգտակար է, թե մեր իշխանությունների համար, թե մեր հասարակության համար, որ պատկերացնեն այդ քայլերը ինչպես է անցալվում դրսում։ Եթե չեմ սխալվում, ես Դարիա Վալոդինայի հարցերից արել եմ իմ ալիքում, շատ լավ տպավորություններ եմ ստացել, չեմ սխալվում, չէ՞, իր մասին է խոսքը։ Նաև Դարիա Վալոդինայի հետ։ Այո, ես ասեմ, ըստ էության այդ նույն մեսիջներն են, այսինքն մոտավորապես, այսինքն նույն խորհուրդներն են ըստ էության, որ նաև ես եւ պարոն Անտինյանը եւ քեզ չասեմ, parsa սրտացավորեն խորհուրդ ենք տալ։ Սկսած Լաստանավի պատմությունից, սկսած Ուկրաինայի համագործակցության կարևորության, դիվերսիֆիկացիայի, իսկ այս վերջերս ես ակտիվորեն հետևելով այստեղի ռազմական էքսպերտներին, նաև միջազգային մամուլը, եվրոպական, կանադական իմիջիալոց հայտարարությունները, բոլորը այսպես Ուկրաինայի հետ սերտ համագործակցություն են փորձում հաստատել, այդ թվում սկանդինավյան երկրները, եվրոպական երկրները, Կանադան անօթաչուների հարցով, որովհետև ամբողջ ռազմական տրամաբանությունը, ռազմի դաշտի եւ ժամանակակից պատերազմների փոխվել է։ Եվ այդ առումով այսօր ուսուցիչը Ուկրաինան է, այն առավելությունները, որ այսօր ունի Ուկրաինան մարտի դաշտում, այն գիտատեխնիկական զարգացումը ունի, ուղղակի անհրաժեշտ է Հայաստանի համար։ Եվ բնականաբար, եթե մենք տեսնում ենք, որ այս կոնֆլիկտում բնականաբար մենք չենք կարող նույն դիրքորոշումը Հայաստանը ընդունի հարևան Իրանի նկատմամբ ոնց որ Ուկրաինան, բայց գրեթե նույն օրը, հենց այդ օրը որ հայտարարությունը լսեցի, ես ուղղակի ասեցի չէի կարողանում Ադրբեջանի պես մտահոգվել, անպայման էլ էստի, այսինքն չէր կարելի ուղղակի այդպիսի հայտարարություն անել, չէր կարելի։ Եվ ակնհայտ էր թե մոտարապես վերջը ինչ է լինելու այս իրավիճակի։ Բայց գլոբալ ինչով է կարևոր ուկրաինացի падգամավորի։ Այո, դա սրտացավ մարդու մոտեցումը եւ քանի որ ինչի հիշատակեցի, որ ես հարցազրույց եմ արել, ինքը շատ լավ է տրամադրված Հայաստանի հանդեպ, իրոք Հայաստան-Ուկրաինա բարեկամական խմբի անդամ է եղել եւ իրոք հասկանում է կարևորությունը Հայաստան-Ուկրաինա կապերի կարևորության։ Եվ այս իմաստով մի բան էլ է կարևոր, որ իրենք ուկրաինացիները հիմա այն վիճակում են, որ իրանք ուղղակի շատերին թվում է թե իրանք հիմա իրանց ուրեմն չեն հասկանում Ուկրաինայի պետության ապագա նշանակությունը, որ շատ ավելի այսպես գլոբալ քաղաքականություն է վարում Ուկրաինան, երբ որ Զելենսկին փորձում է պատերազմական այս իրավիճակում անգամ հարաբերություններ հաստատել, հիշում եք մի պահ աֆրիկյան երկրների հետ դիվանագիտություն վարում եւ այլն, հա։ Ուկրաինայի դերակատարումը շատ ավելի լայն ու լուրջ է լինելու հետագայում եւ հիմիկվանից Ուկրաինան Զելենսկին դա ցույց են տալիս, որ իրենք եւ եվրոպական անվտանգության ապահովողն են լինելու ապագայում եւ ուրեմն չի բացառվում, նաեւ դա մեզանից է կախված, կարող է մեծագույն անվտանգային դերակատարում ունենան նաեւ հարավային Կովկասում։ Այս իմաստով կարեւոր է, որպեսզի մենք ճիշտ ընկալենք Դարիայի խոսքերը եւ հասկանանք, որ այսինքն ինչ որ մենք ուղարկեցինք այդ ազդանշանը, որ Իրանը համարվում է ահաբեկիչ պետություն, այսինքն նաեւ շատ կարեւոր է դրսից լսել, թե որտեղ մենք այդ ենք ներկայացնում, մարդիկ այսպես քննադատում են մեզ, մենք հասկանում ենք, որ մենք քննադատվելու ենք, բայց կարեւոր է ինչու, որ նաեւ կողքի հայացքով բացատրվեց Հայաստանի հանրությանը, թե ինչ տպավորություն ենք թողնում մենք, երբ որ համաշխարհային չարիքին կողք ենք կանգնում, որտեղ մինչև այսօր այս պահին էլ Իրանը շարունակում է մնալ համաշխարհային սպառնալիք, ոչ թե Իրանը, ասենք Իրանի չալբեկավոր կառավարությունը, ֆանատիկ կրոնական ռեժիմը, այս իմաստով։
Եվ մի բան էլ այդ սատարողներին, իդեպ հենց նույն օրը ես բարձրացրեցի այդ հարցը, երբ որ Իրանը Թուրքիայում ես տեսա, որ նստած է առաջին եւ այդ հայտարարությունը Ստամբուլյան եղավ, երբ որ Ադրբեջանի 100%-անոց Ադրբեջանի պահանջներ ասեցին պետքա կատարի Հայաստանը եւ հայտարարություն եղավ եւ այնտեղ Իրանը ոչ մի տառ չասեց եւ միացավ այդ հայտարարությանը, ուրեմն ինչը հայտարարություն էր, այսքան կոտորեց, ասենք մի զանգված կար, որը Իրան գորալով է ստացքում մաներ գալիս, վերջում Իրանը շատ հանգիստ գնաց եւ միացավ այդ հայտարարությանը հակահայկական տոտալ իսլամական ուրեմն պետությունների հետ համաժողովի, եւ չասեմ, որ Պեզեշքյանը երեք զանգահարել է Ալիևին, երեք մեր մոտով արդեն երեք, եւ խնդրել է, որ հետաքննի արդյոք իրենց տարածքից մտաճուսարկեր կամ ինքնաթիռներ են օգտագործվել ուրեմն պատերազմի ժամանակ, հա Դե Ալիևն բնականաբար հեսա հետաքննեց, ես ասեց, ոնց բա գիտես քանի հատ ինքնաթիռ ու բան աթռել։ Հարցավոր Ալիևն էլ ասել է, ես երբեք թույլ չեմ տա այդպիսի բան։ Սենց է լինում դիվանագիտությունը, Ալիևը շահում է 100%-անոց բենեֆիտներ, եւ վերջում Իրանը ընդամենը ասում է, խնդրում ենք հետաքննեք էլի ձեր մոտ, կարող է ձեր տարածքից մեր տարածք բանա։ Դե սա լուրջ չի էլի։ Երեկվա իմ եթերում ես ասացի, որ եւս մեկ հարթակ կա, բացի Ղրիմի պլատֆորմից, ուր շատ լավ կլիներ, որպեսզի Հայաստանը մասնակցեր, խոսքը Ուկրաինայի վերականգնման կոնֆերանսն է, առաջիկա օրերին Իտալիայում է կայանալու, Հայաստանի մասնակցություն դեռ չկա, ինչով է կարևորում, ես դա ասում եմ, անվանում եմ հարուստների եւ ուժեղների ակումբ, որ այն երկրները, որոնք մասնակցում են այդ կոնֆերանսին, Ադրբեջանը մեծ հույսեր է կապում, իրենք անպայման մասնակցում են։ Իմ կարծիքով Հայաստանը կարող է մասնակցել նաև օգտագործելով Սփյուռքի ներուժը։ Պարոն Անտոնյան, ինչ է կարծում, նման որոշում հնարավոր է։ Մենք տեսնում ենք, որ կամաց-կամաց կարծես թե շատ զգուշավոր Հայաստանի իշխանությունները սկսել են միանալ Ղրիմի պլատֆորմին, առայժմ առանց հայտարարությունների, առանց քվեարկությունների, բայց մենք տեսանք, որ մեկ միջոցառման միացել են։ Հնարավոր է, որ մի օր էլ տեսնենք եւ ուրախանանք, որ նման հարթակին են միանում, որովհետեւ սա նույնպես Հայաստանի ներկայացվածությունն է արտաքին աշխարհում եւ մեր բոլորի համար շատ կարեւոր է։ Բացի բիզնեսից, սա զուտ քաղաքական իմաստ ունի։ Եվ քաղաքական եւ բարոյական խնդիր է դա, որովհետեւ հազիվ թե մարդիկ մտածեն, որ եթե հայ գործարանները չմիանան կամ Հայաստան պետությունը չմիանա, Ուկրաինան չի վերականգնվի։ Դա ավելի շատ մեզ է պետք, քան Ուկրաինային։ Դա ավելի շատ թե մենք որտեղ ենք, որ ընտանիքի անդամ ենք։ Երբ որ Ուկրաինան հավելում է Ռուսաստանը, մենք շատ զգուշավոր Հայաստանի իշխանություններն ասում են ճանաչում ենք տարածքային ամբողջականությունը, բայց եւ միևնույն ժամանակ ագրեսոր չեն ճանաչի Ռուսաստանին։ Եթե շատ զգուշավոր ինչ որ բաներ էլ նաեւ ասվի Ռուսաստանի հետ կապված, խոսքը գնում է մեր համագործակցության մասին, խորացման մասին Ռուսաստանի հետ, բայց ի վերջո այսօր քաղաքակիրթ աշխարհը մտածում է ուշ թե շուտ այդ պատերազմը ավարտվելու է եւ անցնելու են վերականգնողական աշխատանքի։ Իսկ այդ վերականգնողական աշխատանքը շատ լրջորեն կապելու են գործընկերներին, ովքեր այդտեղ աշխատելու են։ Դա շատ լուրջ համագործակցություն է լինելու ու չի դիտարկվելու զուտ քաղաքաշինություն կամ ինչ որ ենթակառուցվածքներ վերականգնել կամ շինարարություն։ Դա զուտ գաղափարական առումով որտեղ ես դու։ Այսա շատ կարևոր է, որ Հայաստանը այդտեղ մասնակից լինի, որովհետև ոչ մի տրամաբանություն նաև չկա, որ մասնակից չլինի։ Ինչը պետք է խանգարի, որ մասնակից լինի։ Այսօր ռեսուրսների խնդիրն էլ կարող են։ Այսօր կյանքը ցույց տվեց, որ Ուկրաինան պատերազմի ընթացքում նույնիսկ իր տարածքներում գործնականում անվտանգ մի միլիմետր տարածք չկա Ուկրաինայում, որտեղ ռուսները չկարողանային հարվածեն, բայց հասան դրան, չէ, որ կարողանան անվտանգային ռեժիմներ ստեղծեն, հասան դրան, որ իրանք լաբորատորիաներ ու գործարաններ ստեղծեն, հասան նրան են մակարդակով զինտեխնիկա արտադրեն, որ այսօր նույնիսկ փոխեն եվրոպական անվտանգության ոչ տրամաբանությունը։ Այսօր մենք ինչի ենք նաև խոսում, որ ասում ենք ավելի ճկուն համակարգ ունենք մենք։ Ճկունը որն է, որովհետև Եվրամիությունը անվտանգային համակարգ չունի, ՆԱՏՕ-ի հետ կապված խնդիր է, որ նաև կա հակասություն ՆԱՏՕ եւ եվրոպական երկրներ։ Այսօր Եվրոպան ճկուն տարբերակով մտածում է իր անվտանգության հարցը լուծի։ Համախառն ներքին արդյունքում բարձրացնի տոկոսները, ընդհանուր մինչև 5%-ի հասցնի։ Եթե այդտեղ
կոշտ անդամակցությունը չի հարցը, ինչպես տեսնում եք, ինչպիսի դերակատարություն ունի Ուկրաինան։ Այսինքն մենք տեսնում ենք, որ այդ խնդիրները, որը լուծում են եվրոպական անվտանգության, նաև հենց Ուկրաինայի շուրջ այդ հարցերը տարածում եւ հասել են նաեւ նրան, որ այդ եվրոպական անվտանգության անդամ է Կանադան, որը հաստատ եվրոպական պետություն չի, Ավստրալիան, որի անվտանգությունը Ամերիկայի Միացյալ Նահանգներն է ապահովում անզուս ռազմական բլոկի շրջանակներում։ Այսինքն սա նոր որակ է, որի անդամ դառնալու համար մենք տասնամյակներ չենք անցնելու, որ դառնանք դրա անդամ։ Բավական է մենք հայտ ներկայացնենք, որ մենք ցանկանում ենք այդ ընտանիքի անդամ լինենք, մեր առաջ կարող են բացել տարբեր կարգի դռներ։ Իսկ ձեր ասածը վերականգնման հարցը բավական է այդ մասին մենք հայտարարենք, արդեն նշանակում է մենք այդ ճանապարհին ենք։ Կարող է այդ աշխատանքները ավելի ուշ տեղի ունենա, բայց այսօր մեզ որպես գործընկեր դիտարկեն, մենք որտեղ ենք, սա շատ ավելի կարևոր է։ Միանշանակ դա նաև արժե համակարգային հարց է, որին մենք շուտվանից խորհուրդ ենք տալիս միանալ, շատ կարևոր է, այնտեղ շատ հարցեր կարելի է լուծել։ Բացի այն, որ մենք Կրիմի հետ կապված հայությունը հազարամյակի պատմություն ունի, եթե ոչ ավել, բացի այն, որ այստեղ մենք կարող ենք Ուկրաինայի հետ շատ լավ դաշնակիցներ դառնալ այն առումով, որ Ղրիմը հոմիային թաթարական կամ չգիտեմ այլ ազգեր չէ, այստեղ հայերը ունեցել են մեծ ներկայություն եւ այս առումով ես կարծում եմ Ուկրաինան ուրախությամբ կընդունի հայերի մասնակցությունը։ Մյուս կողմից մենք տեսնում ենք, որ Փաշինյանը ասում է, ես անգամ դրսում ապրող ներկա հայերին դեր չեմ կարող կանոնել, կներեք ես ձեր վարչապետը չեմ, ու մնաց հազարամյակ դերով ապրածներից, բայց դա բայց մեծ հաշվով Ղրիմի պլատֆորմը դա գաղափարական ընտրություն է, որտեղ այո, դու կարող ես միանալ եւ տնտեսական պրոյեկտներին Ուկրաինայի եւ անվտանգային հարց լուծել այնտեղ եւ այդ պլատֆորմի միջոցով նոր դաշինքներ ստեղծես եվրոպական պետություններին, ինչպես պարոն Անտինյանը շեշտեց, նաեւ Կանադան այնտեղ մասնակցում, այսինքն շատ ավելի լուրջ ուրեմն հարցեր կարելի է լուծել անվտանգային, տնտեսական, քաղաքական, բայց ինչպես մենք տեսնում, այո, շատ դու ասում ես շատ զգուշավոր, մենք երկար ժամանակ այդ մասին խոսում ենք, այդ մասնակցության ուրեմն բանը շատ դանդաղ է գնում ու շատ անորոշ ու կարծես թե Հայաստանի իշխանությունները ցավոք սրտի դա այդ մասնակցությունը օգտագործում են ոչ թե գաղափարական իմաստով, ոչ թե այն հարցերը, որ մենք թվարկեցինք, որ պետք է սա անել, որ պետք է այնտեղ դու փրտրես դաշնակիցներ, այլ սա էլի մեկ քայլ առաջ, երկու քայլ հետ տրամաբանության մեջ է, այ եթե Պուտինը մեզ շատ սխմի, մենք կգնանք կմասնակցենք Կրիմի պլատֆորմին, եթե դարսը չփակի կոնյակը գնա կամ պամիդորը կամ լոլիկը խնձորը գնա, մենք չենք մասնակցենք։ Իսկ մոտ այդպիսի տպավորությունը, որ դա օգտագործվում է այդ տրամաբանության մեջ, բայց մենք ուզում ենք, որ դա լինի գաղափարական ընտրություն, որը կբերի նաև տնտեսական դիվերսիֆիկացիա, անվտանգային նոր հնարավորություններ եւ այլն եւ այսպես։